Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարո կանխատեսումը կույս նշանի համար։ Սիրելի կույսեր, հինգական քարտով նայելու ենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր կույսերն իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր բնագավառներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարո կանխատեսում, գուցե անհատական հորոսկոպ, ծննդյան քարտեզի վերլուծություն կամ առաջիկա տարվա փոփոխությունները հորոսկոպով նայելը, այս ամենի համար կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի կույսեր, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ գաղտնիքի բացահայտմամբ, ինչ-որ բան ձեր կյանքում կբացահայտվի։ Այս քարտը կարող է ասել, օրինակ, հղիության լուր իմանալու մասին, չէ՞ որ դա եւս համարվում է բացահայտում, կամ ինչ-որ մեկի մասին գուցե ինչ-որ գաղտնիք իմանաք, կամ ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որտեղ անհրաժեշտություն լինի ինչ-որ որոշում կայացնելու, որտեղ ձեզ կօգնի ձեր ինտուիցիան։ Նոր պլաններ գուցե կազմեք, սկսեք երկու ուղղությամբ մտածել, փորձեք ավելի ընդլայնել ձեր միջավայրը, ձեր գիտելիքները, ոմանք գուցե օրինակ եւս մեկ ձևով որոշեն գումար աշխատել, կամ եւս մեկ մասնագիտություն փորձեն ունենալ, կամ մի խոսքով, համենայն դեպս ինչ-որ մի ուղղությամբ եթե մտածում եք, այն արդեն ավելի կընդլայնվի։ Ինչ-որ պլաններ եթե ունեիք կապված այս ամսվա հետ, կարծում եմ, որ դրանք կձախողվեն, չեն ստացվի ձեր մոտ։ Դա չի նշանակում, որ դուք ձեր ուզածին չեք հասնի, ուղղակի ձեր պլանավորած ձևով չեք գնա։ Անսպասելի իրավիճակներ կարող են լինել այս ամսվա ընթացքում։ Կարևորը, որ ձեզ չկորցնեք եւ արագ դուրս գաք այդ ստեղծված իրավիճակից։ Կարծես ինչ-որ մեկը ձեզ կօգնի, ինչ-որ հարցում ձեզ ուժ կտա, կամ ուղղակի դուք ինքներդ կդառնաք ավելի հզոր, կայուն, ավելի ինքնավստահ։ Նոր սկիզբ է ձեզ սպասվում, նոր հնարավորություններ, կարծում եմ այն էմոցիոնալ սկզբի մասին, այսինքն գուցե նոր սիրահարվածություն, ամուսնություն, առաջարկություն, կամ գուցե օրինակ նոր աշխատանքի էլ անցնեք, բայց այստեղ ավելի շատ այն աշխատանքը կլինի, որը ձեզ համար շատ կարևոր է, ինչը ձեզ կբերի մեծ երջանկություն, ոչ այստեղ ֆինանսների հարցը չի, այլ այն ինչը որ ձեզ համար հոգով շատ մոտ կլինի։ Այժմ նորալուսնի և լիալուսնի էներգիաների մասին։ Առաջինը ունենալու ենք լիալուսնին, ամսի 10-ին է լինելու, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու լիալուսին այս ժամանակահատվածում, որևէ տղամարդ, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է խոյ, առյուծ կամ աղեղնավոր, ինչ-որ նորություն կիմանաք այս տղամարդու մասին, ինչ-որ բացահայտում գուցե լինի այս տղամարդու հետ կապված, գուցե նորություն իմանաք, կամ նրա հետ կապված, օրինակ գուցե նա ձեր գործընկերն է, ինչ-որ գործարք կնքեք, կամ դրանից ինչ-որ բան եք սպասում, այս ժամանակահատվածում ստանաք։ Այս տղամարդը կարող է լինել ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, ձեր շրջապատից, գոլեգաներից, կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն։ Եվ նորալուսինը կլինի ամսի 24-ին, հուլիսի 24-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է անպայման ունենալու այս ժամանակահատվածում։ Լավ քարտ է դուրս եկել, նոր շանս, նոր հնարավորություն, գումար, այսինքն գուցե նոր եկամտի աղբյուր, գումար ստանաք, ինչ-որ բան ձեռք բերեք, գնում ունենաք մեծ, կամ ձեզ գումարով օգնեն, ինչ-որ հաճելի նվեր ստանաք, կամ ուղղակի ձեր առջև կբացվի նոր հնարավորություն, նոր ձևով գումարը աշխատելու։ Այսքանը սիրելի կույսեր կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։